Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, միասին կարող ենք հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, Տիկին Երեմյան, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է, Հայաստան դաշինքը ընտրություններին մասնակցելու է միասին կարող ենք կարգախոսով։ Դուք միասին կարող ենք հասարակական կազմակերպության նախագահն եք։ Նախ ձեզ համար անակնկալ էր, որ Ռոբերտ Քոչարյանը լինելու է վարչապետի թեկնածուն Հայաստան դաշինքից եւ ձեզ համար սպասելի էր, որ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին հենց միասին կարող ենք կարգախոսով։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինչպիսի անակնկալ, ինչպիսի նորություն, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է, ծիծաղելի է ուղղակի, սա չի կարող նորություն լինել, ասեմ ավելին, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական այն տեսակն է, որպես քաղաքական գործիչ, որ նա նույնիսկ իր որդուն իր տեղը չի զիջի, ուր մնաց մեկ այլ անձի, սա առավել քան ակնհայտ է, ուսումնասիրելով իր հոգեբանական պատկերը, դու հասկանում ես, որ անձը ինքնասիրահարված է, միակ տղամարդու բարդույթից դեռ չի ազատագրվել, ուժեղ տղամարդու բարդույթից, իմիջիայլոց ուժեղ տղամարդիկ ուժից չեն խոսում, ընդհանրապես հոգեբանության մեջ այսպիսի հասկացություն կա, ուժից խոսում են թույլ մարդիկ եւ Ռոբերտ Քոչարյանը դրա լավագույն օրինակն է, ինչ վերաբերում է մեր հասարակական կազմակերպության անունը որպես լոզունգ վերցնելուն, պիտի ասեմ, որ ես հաճելիորեն զարմացած եմ, որ ընդդիմության լիդերները չեն կարողացել գտնել մեկ այլ անուն եւ վերցրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, միասին կարող ենք հասարակական կազմակերպության ուրեմն նախագահի հիմնած, ստեղծած կազմակերպության անունը։ Այո։ Եվ պետք էր երևի թե գոնե թույլտվություն հարցնել, որովհետև միասին կարող ենք հասարակական կազմակերպությունը վաղուց է գործում, 2019 թվականից մենք սկսել ենք մեր ակտիվ գործունեությունը 20-ին գրանցվել ենք որպես ՀԿ եւ այսքանը։ Այստեղ հեղինակային իրավունքի խախտման խնդիր կա, թե ոչ, Տիկին Երեմյան։ Ես արդեն դիմել եմ որոշ մարմինների հասկանալու համար այդ հեղինակային իրավունքի խախտման իրավաբանական հիմքերը, որովհետև դրանց մինչև չլինեն իրավաբանական հիմքերը, ես այդ մասին չեմ կարող հայտարարել, բայց այն, որ ընդդիմությունը վերցրել է իշխող կուսակցության անդամի ՀԿ-ի անունը, շատ զավեշտալի է։ Որովհետև իրենք էլ կարող են, այսպես ասած, բացատրել, ասել, որ իրենք տեղյակ չեն եղել, որ դա ձեր կազմակերպության անունն է, այստեղ կարող է առաջանալ լուրջ խնդիր հենց հեղինակային իրավունքի պաշտպանության առումով։ Ինչ եք կարծում, իրենք տեղյակ չեն, ես ինչ գործունեությամբ եմ զբաղվում, հաշվի առնելով այն հանգամանքը, թե իմ ամեն օրյա հետապնդումները ինչ չափերի են հասնում, թե որպես հասարակական գործիչ, թե որպես քաղաքական անձ, թե ընդհանրապես որպես Ռուզաննա Երեմյան, վստահաբար իրենք տեղյակ են։ Կբացեք փակագծեր այդ հետապնդումների մասին, այսինքն սպառնալիքներ են լինում, մեկնաբանություններ։ Վստահ եմ տեղյակ եք, որ անընդհատ ես քննարկվող անձ եմ ընդդիմադիր թևի մամուլի գրեթե բոլոր էջերում եւ թիրախավորված եմ եւ սուտ ու կեղծիք են տարածում, բայց ես արդեն սովորել եմ դրանով ապրել եւ ամեն հրապարակման չէ, որ արժանացնում եմ իմ արձագանքին։ Ուժեղ Հայաստանն էլ հայտարարում է, որ հաջորդ վարչապետը Հայաստանի Հանրապետության լինելու է Սամվել Կարապետյանը։ Այդ տեսեք, այստեղ արդեն մենք տեսնում ենք, որ մի տեղից Ռոբերտ Քոչարյանն է, մյուս կողմից Սամվել Կարապետյանն է եւ այսպես ասած վարչապետի թեկնածուների շարքը գնալով ավելանում են, այսինքն հավակնորդները շատ են, որովհետեւ Արման Թաթոյանն էլ հայտարարեց վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին։ Պայքար հենց նույն ընդդիմադիր դաշտում լավագույնը լինելու առումով էլի մեծ է։ Ընդդիմադիր դաշտում պայքար չկա։ Նախ եկեք փաստենք, որ Սամվել Կարապետյանը չի կարող հավակնել Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալուն։ Դա ծիծաղելի է։ Դա նույն բանն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավակնի օրինակ Մակեդոնիայում վարչապետ կամ նախագահ դառնալ։ Դա ծիծաղելի է, որովհետև նա չունի
Հայաստանի Հանրապետության բնակության այն տեղեկանքը, որով նա պիտի ապացուցեր, որ բնակվել է վերջին 4 տարին Հայաստանում եւ բացի այդ վերջինս հանդիսանում է եւս երկու պետության քաղաքացի։ Հազար ներողություն, մենք դեռ մեր օրենսդրությունը չենք փոխել։ Սամվել Կարապետյանը ծիծաղելի իրավիճակում է եւ այդ աղմուկ աղաղակը եւ այլն դա ուղակի հումորի դաշտից է։ Սամվել Կարապետյանը չկա որպես վարչապետի թեկնածու, խոսքը գնում է Նարեկ Կարապետյանի մասին, ով ըստ իս մարիոնետի կարգավիճակ է զբաղեցնում, եւ Արման Թաթոյանը եւ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ ասեմ ավելին Լևոն Տեր-Պետրոսյանը եւ շատ այլ ընդդիմադիր վարչապետի ճակերտավոր թեկնածուներ բոլորը ծառայում են մեկ տիրոջ եւ բոլորը ծառայում են նրան, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա որպես վարչապետ, որը բնավ իր մոտ չի հաջողվելու։ Այսինքն ինչ ենք ուզում ասել, որ ծառայում են մեկ տիրոջ ում։ Մոսկվային։ Ենթադրաբար, որովհետև եթե այնտեղ կան մարդիկ, որ տարբեր պետությունների հետ մտերիմներ են եւ այլն, ես եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացին ու հավակնում է Հայաստանում վարչապետ դառնալ եւ եթե մենք նայում ենք մեր ընդդիմադիր ես այդ բառը չեմ սիրում իրենց վերաբերելի օգտագործել, որովհետև ընդդիմությունն ինձ համար այլ բովանդակություն ունի, այս խմբակին դիտարկում ենք եւ նայում ենք իրենց հայտարարությունները, մենք վստահաբար խոսում ենք հենց այդ մասին։ Տիկին Երեմյան, այսինքն կարծում եք, որ ամեն դեպքում ընդդիմադիր դաշտը միավորվելու է եւ թեկնածուն վարչապետի լինելու է Ռոբերտ Քոչարյանը իրենց կողմից, որովհետեւ ինչպես դուք ասացիք, Քոչարյանն իր տեղն անգամ իր որդուն չի զիջի եւ բայց մենք շատ հաճախ տեսնում ենք, որ Քոչարյան, Սարգսյան, Սերժ Սարգսյանի նկատի ունեմ հակասություններ են լինում, այսպես ասած հայտարարություններ եւ արդյոք կարծում եք, որ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը կհամաձայնի, որ Ռոբերտ Քոչարյանը, այսպես ասած, միավորված ընդդիմության վարչապետի թեկնածուն լինի։ Իհարկե պիտի համաձայնի։ Ոնց կարող է Լևոն Տեր-Պետրոսյանը չհամաձայնել մի բանի, որին ինքը ձգտում է։ Ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ունի քաղաքական գիտելիքներ եւ հստակ հասկանում է, որ Սամվել Կարապետյանը, ում թեկնածությունը ինքը պաշտպանում է, չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունում վարչապետ։ Ես կարծում եմ դուք էլ եք, չէ՞, վստահ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան քաղաքական հասունություն, գիտելիք ունի։ Այդ դեպքում ինչու է խոսում Սամվել Կարապետյանի մասին։ Եվ ուզում եմ այստեղ հիշել հոկտեմբերի 27-ի հաջորդող առավոտը, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց հայ ժողովրդին համախմբվել նախագահի շուրջը։ Ես հակասություն չեմ տեսնում այդ օրվա հայտարարության եւ այսօրվա միջև, որովհետեւ ճակերտավոր ընդդիմության խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության ազատությունը, Հայաստանի Հանրապետության գոյությունը մեկ այլ ուժի հետ կապելն է։ Ես այստեղ այլընտրանք չեմ տեսնում։ Այսինքն դուք կարծում եք, որ այսպես ասած այն տարաձայնությունները, որը մենք տեսնում ենք ամեն դեպքում լրատվամիջոցների միջոցով, այն տարաձայնությունները, որ կան Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների միջև, Հայաստանի առաջին նախագահի եւ գուցե երկրորդ նախագահի միջև, դրանք մի կողմ են դրվելու եւ ընդդիմությունը գալու է ինչ որ պահ նախընտրական этаպում կամ չգիտեմ, գուցե հետո փորձելով ինչ որ այսպես ասած հետընտրական կրքեր թեժացնելով Ռոբերտ Քոչարյանին ամեն դեպքում հետընտրական կրքեր լինել չեն կարող Հայաստանի Հանրապետությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունում հետընտրական կրքերը բորբոքվել են միայն կեղծված ընտրություններից հետո։ Միայն կեղծված ընտրությունը կարող է քաղաքացու ընդդիմությունը կհամակերպվի ընտրության արդյունքների հետ եւ որևէ բողոքի ակցիաներ չի լինի, եթե էլի այսպես ասած ընդդիմությունը պարտվի։ Եկեք 21 թվականը բոլորովին վերջերս է։ Բայց մենք հիշում ենք, չէ՞, լինում էին նաեւ դրանից հետո էլ ինչ որ этаպ եղավ, վրաններ էին անում, ակցիաներ էին անում։ Ուղակի ձեռքերը տաքացնելու միջոց էին, որ հանրությանը հիշեցնեն, որ իրենք դեռ կան,
իրենք ընդունեցին ընտրությունների արդյունքները եւ ստանձնեցին իրենց պարտավորությունները, վերցրեցին մանդատը, եկան ազգային ժողով եւ իրենք մեկ գրամ անգամ չեն կասկածել, որ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը եղել է վճռորոշ, հիմա էլ է նույնը լինելու եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր քաղաքացու կայացրած որոշումը համարելու է միակը եւ ճշմարիտը։ Տիկին Երեմյան, կան քաղաքագետներ եւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում Լևոն Շիրինյան, որ հայտարարում է, որ ընտրություններից հետո Ռուսաստանը Հայաստանում հետընտրական ցնցումներ է հրահրելու։ Այ խոսքը հենց նաեւ դրա մասին է։ Իսկ միթե նախորդ ընտրություններից հետո չեն եղել այդ հետընտրական ցնցումները, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ իր ձայնը չի կեղծվել եւ վստահաբար հիմա էլ գիտի, որ չի կեղծվելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող փողոց դուրս գալ։ Կարող են դուրս գալ մի քանի հազար քաղաքացիներ, այս կամ այն շահերից ելնելով եւ վերջերս էլ տեսակ, որ նորից քաղաքացուն ուրեմն դատարանի մոտ տանելու համար վճարել էին, առաջարկել էին գումար եւ այլն, այսինքն դրանք փաստեր են, որոնք բացահայտվում են եւ մենք ելնելով այդ բացահայտված փաստերից հասկանում ենք, որ այո, ընդդիմությունը կարող է գեներացնել մի քանի հազար մարդ։ Իսկ ինչով է պայմանավորված, տեսեք, դուք ասացիք, որ բոլորը, այսպես ասած, Սամվել Կարապետյանը չի կարող լինել, մյուսը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը չի զիջի անգամ իր որդուն։ Ինչով է այդ ամեն ինչը պայմանավորված նաեւ այն, որ մենք տեսնում ենք շատ, այսպես ասած, ուժեղ Հայաստանի թիմակիցներ ամեն օր դնում են Սամվել Կարապետյանի նկարը եւ գրում Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Արդյոք դա այդտեղ չկա այդ ըմբռնում, որ այսպես ասած հումորի դաշտից է այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ, այստեղ իրենք հարցը տվել են արհեստական բանականությանը եւ սխալ պատասխան են ստացել։ Եթե արհեստական բանականությունը իրենց ճիշտ պատասխանը տար, այդ ծաղրանքի տակ չէին մտնի, որտեվ մեր գյուղերի բնակիչները, ովքեր Երևանից հեռու են, ովքեր իրենց հողն են մշակում, նույնիսկ նրանք գիտեն, որ Սամվել Կարապետյանը չի կարող հավակնել դառնալ վարչապետ։ Տիկին Երեմյան, մենք շատ հաճախ խոսում ենք սոցիալական արդարության մասին, այդ թվում նաև նույն ընդդիմությունը շատ հաճախ խոսում է, որ 300,000 նոր աշխատատեղեր, այսպես ասած, առանց հարկերի ինչ-որ նոր բիզնեսներ, բայց միևնույն ժամանակ, երբ մենք տեսնում ենք մեր, այսպես ասած, կրկեսի տոմսերը մինչև 40,000 դրամ, ընդ որում 5,000 դրամանոց տոմսեր գրեթե հնարավոր չի ձեռք բերել, 5-ից 40,000 եւ միշտ լինում են 15-ից 40,000 դրամ։ Երբ մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում կան աշխատակիցներ, որոնք 80,000 դրամ աշխատավարձ են ստանում, այսինքն 80,000 դրամ մեկ անձը պետք է ստանա մեկ ամսվա աշխատավարձ, 2 տոմս առնի եւ իր երեխայի հետ գնա կրկես։ Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պիտի հասկանանք ով է խոսում սոցիալական արդարությունից։ Գիտեք, եկեք չմոռանանք, որ հեղափոխությունից հետո մի քանի օրվա մեջ բացահայտվեցին, որ մեծ խանութներում ամեն դրամարկղը տարբեր ածներով էր սպասարկում։ Եվ երբ որ հիմա ասում են, որ փոքր եւ միջին բիզնեսը պետք է հարկեր չվճարի, ի նկատի ունեն, որ իրենց մեծ բիզնեսները կբաժանեն մասերի նախկինի նման, որտեղ փորձն ունեցել են եւ հարկեր չեն վճարի։ Երբ որ խոսում են 300,000 աշխատատեղի մասին, ես հումորով եմ դրան վերաբերվում, որովհետև այն, ինչ այսօր անում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ցույց է տալիս իրական թվերը, իրական աճի դինամիկան եւ ինչ է հնարավոր անել կոնկրետ ժամանակահատվածում։ Երբ որ խոսում են ինչ-որ տարբեր պետություններից սա բերել, նա բերելու մասին, ես ակամայից հիշում եմ գույք պարտքի դիմաց ծրագիրը եւ Հայաստանի Հանրապետության տարբեր ռազմավարական օբյեկտների վաճառքը տարբեր պետությունների։ Ես չեմ ուզում, որ իմ երկիրը եւս մեկ անգամ
վաճառքի առարկա դառնա, ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը նույն զարգացման աճով զարգանա եւ վստահ եմ, դա նաեւ ուզում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Իսկ կրկեսի տոմսերի հետ կապված դե կրկեսի տոմսերը նախկինում մինչև նախագահի արգելքը շատ մեծ ակտիվ տեմպով բաժանվում էին տարբեր մարզերի եւ այլն, անգամ եղել են դպրոցների տնօրեններ, ովքեր հրաժարվել են, թույլ չեն տվել, որովհետեւ հասկացել են, որ գուցե երեխաների անվտանգությունը այնպես չապահովի եւ այլն։ Իրենք կրկեսի տոմսերն օգտագործել են դիվիդենդներ շահելու համար, այսինքն որոշակի քաղաքացիների ձայներ շահելու համար, իսկ հիմա այս տոմսերի արժեքները եւս մեկ անգամ մեզ հուշում են, որ իրենց թիրախը, իրենց նպատակը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացուն օգնելը չէ կամ հասանելի լինելը չէ։ Տիկին Երեմյան, վերջերս իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ ընդդիմությունը փորձելու է Հայաստանի ամբողջ տարածքում Գյումրի 2 իրականացնել։ Եվ Ռուբեն Ռուբինյանի այս հայտարարությունն եմ ուզում մեջբերել, որ չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, եւ տեղական բելարուսամետ հակումներով օլիգարխին, խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է, որոշել մեր երկրի ճակատագիրը։ Լյովին կիսում եմ պարոն Ռուբեն Ռուբինյանի կարծիքը, ինքս համամիտ եմ դրա հետ, բայց չեմ ուզում նաև մոռանալ վարչապետի հայտարարությունը առայն, որ մենք Գյումրի 2 չենք ունենալու եւ մենք հունիսի 7-ին ունենալու ենք հեղափոխություն 3 եւ դա ինձ համար շատ ավելի կարեւոր է, շատ ավելի կարեւոր է եւ ասեմ ավելին, մենք ունենալու ենք Էջմիածին 1 Եվ այսպիսի մի հարց էլ, քանի որ մենք զրույցը սկսեցինք կարգախոսով միասին կարող ենք, հիմա ավարտենք ասեք կանենք կարգախոսով։ Դա Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված էր։ Մենք գիտենք, որ վերջին շրջանում համացանցում շատ են դժգոհությունները Երևանի խցանումների, Երևանի փոսերի, Երևանի փոշու հետ կապված։ Այս հարցերը առհասարակ քննարկվում են, երբ լինում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսպես ասած, նիստեր, քննարկումներ, որովհետև մենք գիտենք նաև հասարակության դժգոհությունները հենց այս թեմայով, երբ Երևանի մի հատվածից մի հատված, ընդ որում առանց կենտրոնի, շրջանցելով կենտրոնը 1 ժամ 50 րոպեում է հնարավոր հասնել։ Գիտեք, այո, ասեք կանենք։ Եվ ես հավատում եմ այս կարգախոսին։ 3 2 մանկապարտեզ է բացվել։ Այդ 2 մանկապարտեզը Երևանցու համար է, մեր երեխաների համար է։ Չկան թաղամասներ, որտեղ ֆուտբոլի դաշտեր բացված չլինեն։ Չկան բակեր, որտեղ աշխատանքներ չեն իրականացվում։ Երևանցին այսօր մեծանում է։ Եվ իր որպես քաղաքացի մեծանալուն, արժանապատիվ լինելուն պիտի նպաստենք բոլորս եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին բոլոր համայնքներում իրականացրած աշխատանքների համար։ Միայն վերջին շրջանում 15 մանկապարտեզ է բացվել։ Ինչ վերաբերում է խցանումներին, այստեղ պիտի հիշենք մեր սոցիալ-հոգեբանական մոտեցումը։ Մենք ընտանիքում 5 անձ ենք, ունենք 6 մեքենա։ Մենք ամեն ինչ անում ենք, որպիսի ցույց տանք, որ մենք մյուսներից մի քիչ ավել ենք եւ դա 6-րդ մեքենային է վերաբերում։ Երեխային մանկապարտեզ տանելու համար, որը տնից 500 մետր է հեռու, մենք անպայման մեքենայով ենք տանում։ Ալարում ենք, քայլենք, զլանում ենք դուրս գալ, շրջել եւ այլն։ Մենք պիտի ինքներս փոխվենք։ Ես կիսում եմ ձեր կարծիքը, որ այո, խցանումները շատ են, իսկ երբեին քիչ։ Տիկին Երեմյան, ես ձեզ հետ համաձայն եմ։ Երևանի ծանրաբեռնվածությունը մեքենաների հետ կապված համամիտ եմ, բայց տեսեք, մեկ անգամ պարեք տարածքում հնարավոր չէր գտնել։ Այդ էլ է լուրջ խնդիր իրականում։ Ես շատ եմ ցավում ձեզ համար, բայց երբ որ ես առավոտյան գալիս եմ աշխատանքի եւ օրվա մեջ երթևեկում եմ, ես տեսնում եմ պարեկներին, բայց այստեղ նորից մի հարց պիտի ձեզ տամ, հարգելի Նիկոլայ, իսկ հնարավոր է Երևանի յուրաքանչյուր բնակչի կողքին
մեկ բարեպ կանգնացնել, որովհետև երբ որ մարդը մոտենում է չթույլատրված վայրին, նայում է 4 կողմը, տեսնում է, որ այստեղ բարեկ չկա եւ ինքը կանգնում է եւ տեսանկարը հանող սարք չկա եւ առաջացնում է խցանում, մենք պիտի ամեն քաղաքացու կողքին մեկ բարեկ կանգնացնենք, մենք պիտի Իսկ օրենքների կիրառում է պետք է մենք պիտի կրթվենք, ուրեմն ամեն բակում, ամեն փողոցում, ամեն 50 մետրի վրա մենք պիտի տեսախցիկ դնենք, մեր տեսախցիկը պիտի մեր գլխում լինի, մենք կրթվելու կարիք ունենք, մենք մեր տան շեմից դուրս Հայաստանը մերը համարելու կարիք ունենք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, միասին կարող ենք հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։